Բարելույս ժողովուրդ, ոնց եք, լավ եք։ Ես իմ հաշվին արձակուրդ էի վերցրել, վիդեո չէի նկարում, գործել չէի գնում, բայց պատճառ ունեի, էլի դրա համար, գործ չգնալու համար պատճառ ունեի, մեջքս ցավում էր, դրա համար չգնացի, մի քանի օր, 3 օր չեմ գնացել, բժշկ էի գնացել, թող տվեց, որ չգնամ, ասես նախկինում ասում էինք, եթե մեջքը ցավում է, մի շարժվեք, պարկեք, բայց հիմա ասեց հակառակը, շարժվեք, քայլեք։ Այդպես ու տաքացնող են ցույց եմ տվել ձեզ, ակցիոնից առած են տաքացնող բաները, պլաստիրները, դրանք էի կպցնում ու պարացետամոլ էի խմում։ Ոնց որ այստեղ միշտ նշանակում են բժիշկները, ինչ որտեղը ցավա բժիշկները պարացետամոլ կամ իբուպրոֆեն են ասում, ես իբուպրոֆենը տանել չեմ կարողանում, պարացետամոլ մեկ-մեկ խմում եմ։ Այդպես այսօր օրը ուրբաթ է, վաղը ես գործի եմ, ասեմ, որ այս երեքշաբթի օրվանից էի դե ազատ, չի գնացել գործի, հենց այդ օրը մեծ գործադուլ էր, համազգային գործադուլ այդպես։ Կապված էր այս կառավարության դեմ բողոքներ ունեին մարդիկ աշխատավարձերի չէ թոշակների համար, որ ավելի են խստացնում, հիմա եթե մարդիկ երկարաժամկետ հաշմանդամություն են ունենում, ասենք հիվանդ են լինում ու չեն գնում գործի, կամ եթե շուտ են թոշակի գնում, այդպես էլ կա, որ կարան մարդիկ առողջական խնդիրներով շուտ թոշակի գնան, ասենք 67 տարեկանից, 62 տարեկանից գնան, 500 եվրո, 400-500 եվրո իրաց թոշակը բրուտո, կեղտոտե կպակասի։ Խստացնում են, որ մարդիկ աշխատեն, հիվանդ կլինեն, հիվանդ չեն լինի, աշխատեն ու պատկերացրեք մինչև 67 տարեկան, այսինքն ստացվում է, որ մարդիկ պետքա մինչև խոր ծերություն աշխատեն ու երբ պետքա մի քիչ հանգստանան, էլի։ Ինչևէ, այդ ու տարբեր ուրիշ էլի պատճառներով համազգային գործադուլ էին անում երեքշաբթի օրը, գնացքները վատ էին գնում, բայց դե այդ օրը դե ես չգնացի գործի։ Այդպես այսօր ոնց ասացի ուրբաթա օրը մենք հանդիպումներ ունենք, Աշոտը հիմա էլ գնացել է գործ ուներ, երկուսով երկու հատ հանդիպում ունենք այսօր, գնալու ենք, մեկը գնալու ենք մեքենայի ապահովագրության համար, ուզում ենք փոխենք, այս մեր ապահովագրությունը ակսան, կարծեմ գերմանական է, հստակ չգիտեմ, այդպես դժգոհ ենք, ուզում ենք փոխենք այդ, ուրիշ ապահովագրական ենք հանդիպում նշանակել, գնանք հարցուփորձ անենք, իմանանք, մի հատ էլ ուրիշ տեղ ենք գնալու, ավելի շուտ մի հատ գրքապահարան եմ տեսել, ուզում ենք գնանք նայենք մի հատ տեղում, այդպես հեռախոսով նայեցի դուրս եկավ, ուզում ենք գնանք նայենք, եթե իրականում էլ լավն է, ուզում ենք առնենք։ Այդպես հիմա այս մի երկու բան ունեի, այս անգամ ներկերը վերցրել եմ առանց ակնոցների ոչ մի կերպ, իմ համար հեռատեսները կհասկանան, պետք է անպայման ակնոցներով կարդանք։ Այս անգամ Սայոսի ներկերից եմ վերցրել, այստեղ գրած է 100% սպիտակները ծածկում է կերատինով։ Երկու հատ առնում է, երրորդը նվեր էր, մի անգամից 3 հատ վերցրել եմ։ Տեսենք իսկական ծածկում է, թե չէ, գույնը շագանակագույն, շատ սիրուն գույնը։ Չգիտեմ, թե իմ մուկ մազերի վրա ոնց կբռնի, բայց կարևորը որ սպիտակները ծածկի։ Այս ներկերն եմ վերցրել, հետո սենց տաք գուլպաներ եմ վերցրել, այնքան հավեսեք, այնքան շատ նասկիներ մենք ունենք, բայց մեկը որ տեսնում եմ էլի, սիրուն նասկիներ չեմ կարող անտարբերացնեմ, այս նասկի ասելը ճիշտ չի, իրոք որ գուլպաներ են։ Մի հատ մկրատ սպիրոպես էց պոկեմ երևի։ Նայեք ինչքան լավն են, ենքան այսպես հարմարավետության զգացում է տալիս այս տակ ու այս գծերը։ Սրանք եմ վերցրել Աշոտի համար թերմո տաքացնող նասկիներ, բայց ինքը մի քիչ, չգիտեմ, դժվար է իրան նասկի առնելը, որովհետև ինչ տեսակ նասկի առնեմ, ինքը միանում կպցնում է, այս երկար է, այս կարճ է, այս ռեզինը թույլ է, այս ձիգ է, դրա համար բերել եմ, հիմա չգիտեմ, կհագնի, չի հագնի, եթե չի հագնի, ոչ տղաս թող հագնի, բայց եթե
չհակնը պետք է իր հետ գնա, որ ինքը ընտրի, ինքն էլ չի հավեսանում, տղամարդիկ չեն սիրում, չէ, իրանց համար գնումներ անեն, մեր խանութում, որ ես տեսնում տղամարդիկ գալիս իրանց համար բան են առնում, ասում եմ, մենք չտեսանք մի օր, որ մեր տղամարդիկ էլ կան, իրանց համար առևտուր անեն։ Ինչևէ, մի քիչ սպիտակեղեն եմ վերցրել, այսօր էլ էի ուզում գնայի ճիշտն ասած, որովհետև այս բարձի երեսներից վերցրի։ Սրանց չափերը էնորն էլ էի արել, ձեզ ցույց տվեցի, նրանք մի քիչ, չի ասի նեղոտ են, բայց կուզեի, որ մի քիչ էլ լայն լինեին, հիմա սրանք չափերը ավելի մեծ են։ Ահա, տեսեք, ինչ լավ չափ է։ Գցեցի մի հատը, մի րոպե, ես էլ բարձրացնեմ, այս չափին, հեք, 60-70 սանտիմետր, ես ավելի լավ է, են մի առածս 40-70 էր, չէ 45-70 էր, ու գույն այնքան դուրս եկավ, խանութում հարցրի, ասում եմ սրա ծրարն էի ուզում, վերմակի համար, ասեց ուրբաթ օրը ստանալու ենք, հիմա չգիտեմ, այսօր ուրբաթ է, ժամը 12-ն է, մտածում, եթե այսօր ստանում են, այսօր դնում են խանութ, թե չէ, քան որ երկուսին էլ հանդիպում ունենք ժամը, երևի չեմ հասցին, որ մի հատ գնամ գամ, երևի հանդիպումից հետո կարող է, եթե Աշոտը համաձայնվի, մեքենայով ենք լինելու, մի անգամից մտնենք, նայեմ, եթե ստացել են, ուզում եմ, սրա սավանը ունեմ, բարձի երեսները ունեմ, հիմա կուզեի սրա ծրարն է, շատ է դուրս գալիս այս գույնը։ Նախկինում ես մուգ գույն չէի, ասենք երբեք չէի օգտագործի, մի ընթացք էլ մենակ ծաղկավոր բաներ էի օգտագործում, հիմա ուզում եմ, որ մի գույն լինի, ու ասեց մուգ գույններ ու սպիտակ գույն։ Ինչևէ, այս երկու բարձի երեսներն էին, վերցրել եմ մի թեթև գույնը տարբերվում է, մեկ էլ սրանք։ Էլ հետ չեմ տանելու, այնպես որ կարամ ես բացեմ այսպես պատրեմ ու սրանք։ Չէ, երևի կգնամ այսօր, կարող է իրոք ունենան խանութում դրած վերցնեմ։ Այս բարձի երեսները, պատկերացրեք, էլի ոչ միագույն, բայց վերցրել եմ այս ծրարները, որովհետև հիմա բացեմ, ուզում եմ այնպես բացեմ, որ հանկարծ չափը, կարող եմ լավ բացեմ, չգիտեմ, այդ չափը պետք է որ լինի, որ 100% բամբակ է, դրա համար եմ վերցրել, մի վայրկյան, ես բացեմ ու ասի բացեցի, նենց էին փակել, ոնց որ էլ չպետք է բացեինք, համ ուզում եմ ամեն ինչ միագույն սարքեմ, համ էլ սրա կողքից անտարբեր չանցա, որովհետև նախ 100% բամբակ է, մի հատ բարձի երես է, իսկ թված երկու հատ է, մի ծրարին մի բարձի երես, ասեք ինչի պիտի երկու հատ դնեին։ Այս է ծրարը, 140 սանտիմետրանոց։ Առանձին մահճակալի համար, օրինակ տղայիս մահճակալի համար առանձին է, տղայիս սենյակի մահճակալի, կարամ սրանք օգտագործեմ, կարևորը բամբակը։ Ասեմ, այն օրը, որ մեր խանութից առել էի սավաններ, ես ցույց տվեցի, լվանալուց առաջ, օգտագործելուց առաջ լվացրի, օգվեց։ Սավանի ռեզինի մասերը օգվեց մի հատը, տանուլ եմ վաղը ետ տամ։ Սել հակը գովազդ եղավ մեր խանութի, բայց ես ոչ գովազդ եմ անում մեր խանութի, ոչ էլ մի հատ էլ հակա գովազդ, ինչ որ ճիշտն է հետ եմ ասում։ Ժողովուրդ ջան, ահա, երկու հատ էլ այս ծրարից եմ վերցրել, մեկ էլ այս սավանն էլ էր բամբակից, մի հատ էլ սա եմ վերցրել, մի հատ բացենք նայենք, իր տոպրակի մեջ է, բայց տոպրակը դե մեզ պետք չի։ Դե սպիտակեղենը ու ամեն ինչն էլ օգտագործելուց առաջ լվանում ենք։ Պատկերացրեք, որ դեռ չօգտագործած պոկվում է, ինչ անես, իդեպ այդ սավանը արժեշտ 16 եվրո, շատ փափուկ լավն է ես, սա էլ է ռեզինով, մեր խանութից այդ որ ասում եմ ռեզինով է, նաև առել էի առանց ռեզին են, որ մենք նախկինում օգտագործում ենք Հայաստանում, սովորական սավաններ, առանց ռեզինի գցում ենք թոշակների վրա, այդ տեսակել եմ առել, այնքան գոհ եմ, շատ լավն է, չգիտեմ որակը ոնց կլինի հետո արդեն, բայց հիմա շատ լավն է, այս էլ լավ է, այս 140 սանտիմետր է, այսքան առևտուր էի արել,
Հիմա սա պետք է լվանամ ժողովուրդ ջան։ Վերջապես կոշիկի ամանել եմ գտել, ասեք որտեղից եմ գտել։ Ակցիոնի օնլայն ակցիոնից եմ գտել։ Նենց էլ ծանր է, նոր բերեցի պատվերը։ Աշոտը գա, ասենք տեղավորենք։ Ամեն 3 դարակա, ամեն դարակի վրա 5 կիլոգրամ։ Այսօրվա ճաշի համար կանաչ ոլորով աղբյուր եմ պատրաստել։ Սովորական սոխառած եմ արել, կանաչ ոլոր մի քիչ եփել եմ, ավելացրել եմ կարտոֆիլն ու նեխուրը։ Ես էլ քաղցր պղպեղա ուղղակի գցել եմ համտալու համար։ Գործերով դուրս ենք եկել, անպամած օր է, բայց անձրև չեն հաղորդել։ Իմ որ ասում եմ հաղորդել, հիշում եմ, որ հեռուստացույցով նայում էինք նախկինում, հաղորդում էին եղանակի տեսությունը, բայց հիմա դեովը հաղորդում ենք նայում։ Նայել եմ անձրև չկա, բայց անպամած է։ Նոր հասցենք դրել GPS-ով գնանք տեսնենք, պարզում է շատ հեռու չի։ Գնանք այստեղ գործը վերջացնենք, հետո կգանք տուն, հետո էլի դուրս կգանք։ Աշխատանքային ժամի ավարտն է համարյա թե ահագին շատ մեքենաներ կան, ահագին ծանրաբեռնված են փողոցները։ Այստեղ համարյա բոլոր խաչմերուկներին շրջանաձև երթևեկություն է, հայերեն այդպես ենք չի ասում, շրջանաձև երթևեկություն, ինչը որ ավելի հեշտացնում է խաչմերուկն անցնելը, քան հենց խաչմերուկի պարագայում։ Ժողովուրդ ջան, բարև ձեզ, ողջունում եմ բոլորիդ։ Ես զբաղված եմ հեսա քիչ հետո պարկինգ եմ անելու, տեղ եմ ման գալիս նայում եմ։ Այսօր հեռախոսը ձեռքս չեմ պահում, դրա համար մի անգամից երկուսով չենք երևում, դրա համար ասեցի մի հատ կամերան շուտ ամաշոտել բարևից ես։ Հեսա համարյա հասանք, իջնենք, հետո կմիանամ։ Հեսա պետք է շուր գամ, գամ ես կողք պարկինգ անեմ։ Կանդայից շրջադարձ չէ։ Դասերը վերջանալուց հետո միշտ զոնաներ կան, որ արագությունը հենց լուսավորվելով է ցույց տալիս, վառվում է արագության նշանը 30-ը հիմա։ Իսկ դասերի ժամը վերջանալուց հետո այդ զոնան չի գործում, արդեն հիմնական արագությունն է այդ փողոցի վրայի։ 25 րոպե շուտ ենք հասել, տեսնենք կընդունեն շուտ թե չէ։ Մտածում ենք հեռու է, բայց չէ, լավ էլ արագ հասանք։ Հիմա տեսնենք, շուտ կընդունեն, մեկ-մեկ այդպես պատահում է, որ շուտ են ընդունում հանդիպման ժամից 15 աստիճան է, ես էլ ինքան տաք եմ հագնվել, հիմա շոկ է։ Մեր քաղաքում ենք։ Սպասում եմ Աշոտը իր մեքենայի փաստաթղթերը վերցնի։ Over 700. Սիրունաձորը։ Սիրունձի է։ Ցիու գլուխ։ Մենք դեռ դրսերում ենք ժողովուրդ ջան, կանգնել ենք բենզին լցնենք, այստեղ Աշոտը ասում ամենաէժանն է այս ճանապարհի վրա, նախկինում միշտ այստեղ է լցրել ինքը, որ աշխատում էր այս ճանապարհով էր գնում գալիս, ասում այստեղ ամենաէժանն է, այսինքն լիտրը արժի 1.42։ Հիմա ինքը բենզին է լցնում, արդեն ժամը 6-ն է, 6-ից օրը շուտ է մտնում, բայց հոկտեմբերի 25-ին կարծեմ փոխվելու են ժամերը։ Ամսվա վերջին շաբաթ գիշեր ժամերը կփոխվեն, մի ժամ ետ կտանք, լավ է էլի բան է, որովհետև շատ շուտ է մտնում օրը ու շատ ուշ է լույսը բացվում։ Ահա, սպասենք Հակոբյանը բենզին լցնի գա։
Այս ետևից տեսնում եք գրքերի պահարանն գնացինք վերցրինք, մասնավոր մեկից ենք առել, տանը վաճառում էր, իրան էլ պետք չէր, երկրորդ ձեռ էլի, սիրուն պահարանա։ Տանենք այսօր չեմ հասցնի, արդեն ուշա, վաղ աշխատեմ, կիրակի օրը նոր գրքերը բերեմ, տեղավորեմ։ Իգեան էլ ահագին նայեցի, պահարան էր պետք խոհանոցի համար, մի անգամ էլ էինք գնացել, չգտանք ինչ որ ուզում էինք, այս անգամ մի հատ ուրիշ պահարան տեսա, դուրս եկավ։ Երևի վաղը բաց լիներ, չէ վաղը չէ, կիրակի բաց լիներ կգնանք նայենք, բայց երկուշաբթի երևի կգնանք տեսնենք, երևի կվերցնենք, մի հատ է ինձ դուր եկավ, բարձր սովորական պահարան էի ուզում դռներով, փակ դռնով, գտա այդպիսի մի հատ, երկուշաբթի կգնանք նայենք։ Արդեն երրորդ օրն է կաղամբի թթվի մի հատ նայեմ ինչ վիճակում է, սրանով եմ ծանրոց դրել, որովհետև ուրիշ հարմար ծանրոց չունեի, ամանի մեջ ջուր եմ լցրել ու դրել, նայեք հյութը ոնց է դուրս տվել, մի քիչ արդեն հոտը գալիս է, բայց լավ թթվի հոտ չի էլ, այն որ մի քանի օրից մի ձևի հոտ է գալիս, մի հատ համը տեսնեմ, մի քիչ համը փոխել է, բայց մի քիչ երևի աղը ավելացնեմ, մի քիչ աղը կավելացնեմ, ես կիլոյին 20 գրամ աղ եմ արել, մի փոքր կավելացնեմ, մի հատ էլ սրանով այսպես կանեմ, որ գազը դուրս գա տակից, սա շատ վիտամին C է պարունակում, եթե չեք նայել, անցյալ վիդեոյի մեջ եմ ցույց տվել, անցյալ վիդեոն հենց էդ էր, նայեք, դուք էլ կարող մոտիվացվեք ու թթու դնեք կաղամբի թթուն, առանց որևէ ուրիշ հավելումների, առանց շաքարավազի, շատ լավ է, շատ օգտակար է, մենակ կաղամբ, աղ, գազարներն ենքան, որ մի քիչ սիրունացնի, էլի, շպայծյակ գույն հաղորդի, երկու օրից կարելի է ուտել, այսպես էլ է համով, բայց մի քիչ թեթևակի, որ թթվի լավ կլինի, այս իսպես մի հատ է սրբիչով ծածկում եմ, որ փոշի բան չանցնի, ես դնեմ մի կողմ, հայկական լավաշ ենք պատվիրել, բերել են այսօր, մի հատը մի եվրո արժի, լավ լավաշա, լավ էլ մեծ է, մի քիչ ոնց որ լավ չծանվի, ոնց որ մի քիչ ռեզինատիպ լինի, թե չէ ընդհանուր լավն է, նայեք ինձ սիրուն կարմիր լավաշը, ծալեմ մի անգամից կտրեմ, սա էլ դնեմ սառնարան, սառցարան ավելի շուտ, շատ է լինում, դնում սառացնում եմ, հետո տոպրակներով դնում եմ, հետո քիչ-քիչ հանում եմ, երբ որ պետք է լինում։ Ահագին ծարաբեռնված օր ունեցանք, տարբեր տեսակ գնացինք հանդիպումներով, հետո էլ պահարանը գնացինք, բերեցինք։ Հա, սենց մեծերն են, տակն էլ սա կապույտն էլ փոքրերն են, մեծերը 2.5 լիտրանոց, փոքրերը 1 լիտրանոց, սրանք հարմար են լավաշի համար, լավ փափուկ լավաշը, Այսպես կգնա սարսախցիկ,